գալուց հետո։ Ինչու եմ ես սրա մասին այսքան վստահ խոսում եւ ինչու սա չի կարելի համարել պոպուլիստական խոստում, որովհետեւ մենք տեսել ենք, իդեպ սրա մասին ես խոսել եմ նաեւ դեկտեմբերի 26-ի պրեզենտացիայի ժամանակ, մենք տեսել ենք, որ մի ժամանակաշրջանում, երբ միջին աշխատավարձը աճել է 170%, թոշակները աճել են շատ ավելի փոքր տեմպով, 120%-ով։ Եվ մենք դա էր պատճառը, թե ինչու ենք մենք ամբողջ հասարակությամբ, ամբողջ քաղաքական ուժերով պահանջում, որ Փաշինյանը հրաժարվի իր այն դիրքորոշումից, ըստ որի պետք չի թոշակները բարձրացնել, որովհետև հայտնի չի, թե թոշակառուները ինչի վրա կծախսեն այդ թոշակները, մեկ այլ ծրագրերով իրենց կապահովենք։ Եվ ահա այդ մարդը տեսնելով այդ ճնշումը հասարակության կողմից, քաղաքական ուժերի կողմից, խախտելով օրենսդրական պատշաճ գործընթացը 10,000 դրամով միջին հաշվով բարձրացրեց թոշակները։ Սա իհարկե հնարավոր էր միայն մեկ դեպքում։ Ինքը սկզբից դիմադրել է դրան, բայց հետո հասկացել է, որ ճիշտ կլինի անել մի քայլ, որը այլ կերպ քան նախընտրական կաշառք չես կարող գնահատել, որովհետև եթե դու այդ բանը աներ պատշաճ օրենսդրական բյուջետավորման պրոցեսով, դու դա չարեցիր, դու հետո արեցիր դա քո որոշումներով, ակնհայտ էր, որ դա նախընտրական ճնշման տակ կատարված քայլ էր։ Մենք դա անելու ենք պատշաճ բյուջետավորման պրոցեսով, հաշվարկել ենք, դա հնարավոր է, որովհետև թոշակները հիմա ավելի դանդաղ են աճում, քան միջին աշխատավարձը, եւ այդ պրոցեսը կարելի է շրջել, դարձնել թոշակների աճը համընթաց միջին աշխատավարձի։ Վերջացնելով, ես ամփոփեմ այս մեր առաքելության հայտարարությունը եւ ասում եմ, մենք մտնում ենք ընտրական պայքարի մեջ որպես խաղաղության, ռացիոնալիզմի, ռազմավարական հաշվարկի, լիարժեք անկախության պաշտպանության, տեխնոլոգիական հեղափոխության կուսակցություն։ Իսկ տեխնոլոգիական հեղափոխության մասին խոսենք մեր հետագա հանդիպումներում։ Շնորհակալ եմ եւ հիմա ձեր երախտապարտ լինելով ձեր այսքան համբերության համար պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Խնդրեմ։